Նախատոնական օրերին, երբ առևտրի ծավալները զգալիորեն աճում են, ակտիվանում են նաև ալկոհոլային կեղծ խմիչքների վաճառքով զբաղվողները։ Այս համատեքստում ոստիկանությունն ուժեղացնում է վերահսկողական եւ կանխարգելիչ միջոցառումները նման իրավախախտումները բացահայտելու եւ կանխելու նպատակով։ Այդպիսի մի դեպք բացահայտեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ։ Օպերատիվ տվյալն իրացնելիս դեկտեմբերի 23-ին ժամը 19-ի սահմաններում Մայրաքաղաքի Արագածի փողոցում ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման եւ իրացման կասկածանքով ձերբակալվեց Մայիսի 9-ի փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ եւ իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Այստեղ նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրեց ալկոհոլային տարատեսակ կեղծ խմիչքների 90 շիշ։ Հետագա միջոցառումների արդյունքում Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր ավտոտնակից տղամարդը ներկայացրեց կեղծ խմիչքի եւս 413 շիշ։ Ըստ նախնական տվյալների դեկտեմբերի 22-ին նա 3 տարբեր մարդկանց 12-ական շիշ կեղծ խմիչքեր իրացրել Դավթաշենում, Հաղթանակ թաղամասում եւ Արշակունյաց պողոտայում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հիշեցնենք, որ ալկոհոլային կեղծ խմիչքները կարող են լրջորեն վտանգել մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները, այդ թվում ոստիկանությունը, շարունակում են ակտիվ եւ հետեւողական պայքարը նման օրինախախտումների դեմ։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել բացառապես օրինական գործունեություն ծավալող առևտրի կետերից։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։